Հայաստանի տարբեր մարզերի ու Երևանի դպրոցներում հասարակագիտություն ու պատմություն առարկաները դասավանդող ուսուցիչներ են։ Ազգային ժողովում են մասնակցելու կամրջելով դպրոցն ու ազգային ժողովը խորհրդարանի դերը եւ գործառույթները հանրապետության կառավարման համակարգում անվանումը կրող փորձնական ծրագրին։ Շատ հետաքրքիր է ընդհանուր գործունեությունը ԱԺ-ի եւ այս ամեն ինչը ամբողջ տեղեկատվությունը ուզում եմ կիրառել աշակերտների շրջանակում։ Կարծում եմ շատ հետաքրքիր նախաձեռնություններ, որովհետեւ ստացած գիտելիքները հաստատ շատ պիտանի կլինեն դասավանդման հետագա գործընթացում։ Ազգային ժողովը մեր պետության սիրտն է եւ իշքան մեծ ու կարեւոր տեղեկություններ իմանանք դրա մասին, ավելի լավ կդասավանդենք ուսումնական հաստատություններում։ Մենք ներսից ծանոթացանք ազգային ժողովի գործունեությանը, այդ գործընթացներին քիչ առաջ շրջեցինք թանգարանում, գրադարանում, ծանոթացանք այս բոլոր ցուցանմուշներին, որոնք անկեղծ ես տեղյակ չէի, որ ունենք այսպիսի մեծ պահոց ցուցանմուշների։ Ազգային ժողովի աշխատակազմը միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է պիլոտային կրթական ծրագիր ուղղված հանրակրթական ու դպրոցների հասարակագիտություն ու պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը։ Քանի որ հիմա դպրոցներում նաև դասավանդվում է հասարակագիտություն առարկան, ուսուցիչները մեր կարծիքով եւս լրացուցիչ ավելի խորացված տեղեկատվություն պետք է ունենան խորհրդարանի գործառույթների վերաբերյալ, նաև աշխատակազմի գործառույթների վերաբերյալ, որպիսի այդ տեղեկատվությունը լինի ավելի խորը։ Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, թե ինչպես են իրանք այդ կրթական ծրագիրը ուսուցիչների համար նախատեսում, ուսումնասիրել ենք Շվեդիայի, Կանադայի, Եվրամիության այլ տարբեր երկրների փորձն ենք ուսումնասիրել եւ այդ փորձառության հիման վրա փորձեցինք մենք մեր տեղական արդեն ունենալ ազգային ժողովի համար, թե ինչը կարող է արդի լինել մեր ուսուցիչների համար։ Եվ 2025 թվականի երկրորդ կեսին սկսեցինք դրա վրա աշխատել։ Գործադիրը նույնպես ողջունում է, որ ուսուցիչները կարող են գալ, ճանաչել ազգային ժողովը եւ այդ նյութերը եւ այն ահռելի շտեմարանը, որ ունի ազգային ժողովը եւ գրադարանը, օգտագործեն եւ հարստացնեն իրենց դասերը։ Երկօրյա ծրագրի շրջանակում ուսուցիչներին մասնավորապես ներկայացվել է խորհրդարանական կառավարման ձևի առանձնահատկությունները, ազգային ժողովի կառուցվածքն ու հիմնական գործառույթները, խորհրդարանական դիվանագիտության սահմանումն ու էվոլյուցիան։ Դասընթացի ավարտին ուսուցիչներին տրվել է ավարտական վկայականներ։